հարգելի քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 օկիանոս խմբակցությունում պեղեք եւ գտնեք գոնե 5 պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխատասիրությամբ, այս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք ունենաք խոսել։ Եվ կամ փորձեք դուրս գալ հասարակության մեջ, միակ պարզ գիտական սոցիոլոգիական հարցում անել եւ տեսնել հասարակության վերաբերմունքը Արծվիկ Մինասյանի եւ ձեր 10 ու 10 պատգամավորների հանդեպ։ Սա իբրև նախաբան։ Ես իմ ելույթը կսկսեմ մեջբերումով, թեմային առնչվող։ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Տիկին Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց, նորանշանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրամյանը այդ հարցին պատասխանեց, մեջբերում եմ։ Նոր օրենքը լինելու է պարտադիր, սակայն ոչ պարտադրված։ Ժողովուրդը մեր թշնամին չէ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր օրենքը բխի բոլորի շահերից։ Շահագրգիռ քննարկումներ են կազմակերպելու հասարակության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ։ Մենք արդեն առաջարկել ենք քաղաքական ուժերին մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին։ Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար, եւ մենք պետք է այնպես անենք, որ նոր օրենքն ընդունելի լինի բոլորի համար։ Սա պաշտոնական այս ամբյոնից հայտարարությունն է, մենք ունենք այն նախագիծը, որ բերել է կառավարությունը։ Ակնհայտ է, որ այս խոստումը չի կատարվել։ Այո, նույն այդ օրերին, մոտ 1 ամիս առաջ կամ ավելի, առաջարկվել է տրամադրել մարդիկ աշխատանքային խմբում համատեղ քննարկումներ անելու, լավագույն մոդելը գտնելու համար։ Մենք իբրև կառուցողական, պատասխանատու քաղաքական ուժ 4 մարդ ենք առաջարկել կառավարությանը գրավոր։ Առաջարկել ենք պարոն Մինասյանից հեգնացությունը, նախկին աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի հեգնացությունը, ձեզ շատ լավ ծանոթ նախկին պարլամենտից պրոֆեսիոնալ Արան Արանյանի հեգնացությունը։ Անցել է մի ամիս։ Մի օր կառավարությունից զանգում են, թե հրավիրում ենք քննարկման։ Մեր ներկայացուցիչները գնում են կառավարություն, ասում են, սա է մեր սցենարը, մենք սա ենք մշակել։ Ասում ենք, սա մշակում չի, սա դուք նույն բանը արել եք այլ անուններով, սա անընդունելի է, սա է ու վերջ։ Դուք սա համարում եք քննարկում, դուք սա համարում եք համատեղ աշխատանք, եւ կամ հանրության հետ գրված է, չէ, հանրության հետ քննարկելու ենք։ Այս բերված օրենքի նախագիծը հանրության տեսակետ առնվազն դեպի շարժման կա, ընդունելի է մեծամասնության համար այսօր։ Նման մեթոդով աշխատելը, բնականաբար, որ հույս չի ներշնչում, մանիպուլյացիա անելով, այլ բան ասելով, այլ բան անելով, սա մենք տեսել ենք, միշտ էլ տեսել ենք։ Ինչ է ասում այս օրենքը։ Օրենքը ասում է, որ 74 թվականից հետո ծնվածները կատարում են նպատակային սոցիալական վճար։ Բոլորը։ Խոսել ենք բազմիցս եկամուտի մեջ ներգրաված սոցիալական վճարի մասին, թողնենք այս խնդիրներ, բայց սա ակնհայտորեն նորից գալիս ենք խտրականության դաշտ։ Երբ որ անցումային դրույթներում մենք գրում ենք պետական համակարգի այս ոլորտների աշխատողները չեն կարող հրաժարվել կուտակայինից, պարտադիր նպատակային սոցիալական վճարից։ Սա էլ երկրորդ բանն է, այսինքն պետության գործառույթը իր բոլոր քաղաքացիների համար աշխատելն է։ Հիմա էլ բաժանում ենք մեր քաղաքացիներին տարբեր դասերի, հա։ Դուք իմ աշխատողներն եք, պետությունից եք ֆինանսավորվում, ձեզ համար առանցին։ Դուք չեք կարող խուսափել։ Ճարտարապետությունը վաղուց ավարտվել է, ժողովուրդ։ Եվ հաջորդը, որ իրենց սցենարի մեջ բոլորովին այլ բաներ գրված, երկու օրվա մեջ սա էլ փոխեցին։ Իսկ նրանք, ովքեր մասնավոր հատվածում են, նրանք մինչև 17 թվականի հուլիսի 1-ը իրավունք ունեն հրաժարվել։ Հրաժարվել դիմում գրելով իրենց գործատուին, որ ես հրաժարվում եմ։ Ում եք ձեռարվում։
Երեք հարց տալուց ասացի, մեր ազգային ժողովում առնվազն մի չհաշվենք լավ տասնյակներով մարդիկ կան, ովքեր բացարձակապես գործարար չեն, բաժնետերեր են, սեփականատերեր են, եւ վաղը նրանց ձեռնարկություններում կամ այն ձեռնարկություններում ակնհայտ պետական ազդեցություն ունեն, հսկայական խոշոր ձեռնարկություններում էլ ցանցեր, չգիտեմ երկաթուղի, չգիտեմ Գազպրոմ, ինչ դուք հավատում եք, որ այնտեղ մասսայական դիումներ են գրելու, մարդիկ որ չեն ուզում մասնակցել, կարողանալու են գրել։ Արել եք, որովհետև հասկանում եք, եթե համակարգը մնա 50,000 հոգու վրա, այդ համակարգը չի աշխատի։ Դուք այդ խոստումները չեք տվել կառավարիչներին, այդ համակարգը արդյունավետ չի լինի, քրիտիկական զանգված չի հավաքվի։ Ձեզ պետք է նվազագույնը 170-200,000 ներգրաված մարդ, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծեք։ Եվ սա դուք համարում եք բարեփոխում։ Բնականաբար այս նախաձեռնությամբ բոլոր հարցերը թողած որևէ հիմնարար հարց չի լուծված։ Դուք դեմ եք գնում հանրության առնվազն 90%-ի շահերին հերթական անգամ։ Ավելին ասեմ, գիտեք, ամեն ինչ անսահման չի, մեզանից ոչ մեկը հավերժ չի, մենք ունենք պետություն, պետականություն, այս պետականության ապագա, քաղաքական մեծամասնությունը իրար ձեռքից խլելով գովերքում էին, փառաբանում էին դեպեմ շարժմանը, այդ երիտասարդ, պրոֆեսիոնալ, մեր երկրի ապագայի հիմքը կազմող այդ երիտասարդությանը, որ սրանք ուրիշ են, սրանք լավն են, դուք եք ասում, հակադրելով քաղաքական անդիգությանը, կուսակցություններին, սրանք են մեր երկրի ապագան ոչ թե քաղաքական կուսակցությունները։ Դուք հասկանում եք սրանով ինչ հարված եք հասցնում այդ երիտասարդությանը։ Դուք հասկանում եք ինչ հիասթափություն եք առաջացնելու մեր վաղվա օրվա հիմքը կազմող այդ փայլուն երիտասարդությանը։ Դուք հասկանում եք, որ նրանցից շատ-շատերը ուղղակի թքելու են հեռանան այս երկրից։ Ինչի վրա եք մնալու։ Եվ իբրև վերջին խոսք, ես մեջ բերեցի Հանրապետության վարչապետի պարտադիր, սակայն ոչ պարտադրված արտահայտությունը, ասեմ, որ այդ արտահայտությունը վերջապես բացվեց այս օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա ընդամենը նշանակում է պարտադիր պետական համակարգի աշխատողների համար եւ պարտադրված մասնավոր սեկտորի 90%-ի համար։ Ոչ թե պարտադիր, սակայն ոչ պարտադրված, այլ պարտադիր եւ պարտադրված։ Եվ սրա համար 3 տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո այն մարդը գոնե ձեր ներսում դուք պատասխան եք տալու։ Շնորհակալ եմ։